Գնահատում եմ վերջին դիտածս դորամաները, այո, ոչ կամ գուցե գնահատականներով, այսինքն թե որքանով ձեզ խորհուրդ կտամ դիտել։ Իմ հարևան Կումիհոն, այո, մեծ միած sense գնդել, չաղ, այո, որովհետև կոմեդիա, ամեն ինչ ֆանտաստիկա, սիրուն հրաշք զույգը միանշանակ այո։ Գյոնուն եւ Փերին, այո, 100 վասպոմինանի հայերեն չկա, գուցեի եւ ոչի մեջտեղում, որովհետեւ գլխավոր հերոս չեղավ այն տղան, ում ես սիրում եմ, սա իմ անձնական գնահատականն է, շատերին դուր է եկել, ինձ էլ է դուր եկել դորաման, բայց ինձ դուր չեկավ, թե ինչպես այդ դերասանը չգիտես ինչի դարձավ ինչ որ անհասկանալի, ոչ կարևոր հերոս, բայց ինչի են իրան վերել մցրել, չհասկացա, շատ եմ սիրում դերասանին, նկարը կհասկանաք, ես ինչի եմ վրդովված եմ, բայց որ գուցե կամ չգիտեմ, միգուցե, եթե ուզում եք նայեք։ Հաջորդը Պինոկիոն, այո, մեծ կլոր մի հատ այո, միանշանակ այո, ես խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, մանավանդ եթե լրագրություն, հաղորդավարություն, մասնագիտությունը ձեզ հետաքրքիր է։ Չոնսոկին էլ կարոտել էի, 13-14 թվականներին բավականին լավ նկարված դորամա է, Պակ Շինհեն ընտիր էր խաղում, ես վերջնականապես դերասանուհուն սիրահարվեցի եւ վերջում 25-21 եմ որ այո եւ էլի այո, շատ մեծ այո, միանշանակ, ես չգիտեմ, եթե դուք դորամասեր եք, դուք պարտադիր պետք է նայեք այդ դորաման գոնե ձեր կյանքում մի անգամ, սա top 5 էր, հետո էլի կնկարեմ, եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատը։